Հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայեր ջան, դուք բոլորդ պարտավոր եք պահանջատեր լինել եւ միջամտել ու թույլ չտալ, որ ձեր կամքի վրա այս իշխանությունը, որը օր-օրի կորցնում է իր հանրային աջակցությունը, այսպես գործիքակազմերով ներաստի։ Մենք ուղղակիորեն արդեն ավտորիտարիզմի ձևաչափ ենք որդեգրել, որովհետև ժողովրդավար երկրներում կան իշխանության ճյուղեր, որոնք տարանջված են։ Մեր երկրում պարլամենտական, խորհրդարանական երկրում, որտեղ խորհրդարանը պետք է գործադիր իշխանությանը վերահսկի, խորհրդարանը դարձել է գործադիր իշխանության կամակատարի։ Սրանից ավելի բացահայտ օրինակ միջամտության ընտրական գործընթացի չի լինում։ Եվ սա կոչ է նաև մեր քաղաքացուն։ Մենք քաղաքացուն կոչ ենք խփում, որ ինքն է առաջնային աղբյուրը իշխանության եւ պետք է չհանդուրժի կրկին անկախ են հանգամանքից մեզ է սատարում, թե որևէ այլ քաղաքական ուժ։ Հարգելիներս, տեսեք ինչ խնդիր կա, քանի որ մենք համեմատաբար նոր քաղաքական ուժ ենք, բնականաբար մեր ճանաչելիությունը, ընդհանրապես ես կարծում եմ ընտրական գործընթացն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև միջազգային պրակտիկայում նման աճը, նման ճանաչելիությունը, նման հանրային վստահությունը այն պարագայում, երբ քաղաքական ուժի առաջնորդը քաղբանտարկյալը հիրավի աննախադեպ է։ Իրենց համար նպատակը հարմար է Սամվել Կարապետյանի անունը քվեաթերթիկներից հեռացնել, բայց այնուամենայնիվ իրենք այստեղ կրկին հաշվարկների խնդիր ունեն, ուժեղ Հայաստանը ինքնին բարձր ճանաչելիություն ունի եւ կրկին ասում եմ, մեզ հապճեպ ցայտնոտի գործողությունները հստակ պատճառ ունեն։ Պատճառը սոցհարցումներն է, որին թե մենք ենք իրականացնում եւ հետեւում, թե իրենք են իրականացնում եւ հետեւում, թե անաչառ կազմակերպություններն են իրականացնում։ Սամվել Կարապետյանը այս պահի դրությամբ առաջատար է, Սամվել Կարապետյանը հավանության է արժանանում հանրության կողմից, Սամվել Կարապետյանը սիրված առաջնորդ է մեր հանրության կողմից ու այդ մասին է վկայակոչում։ Ինչ որ ձևով իրենց հաշվարկ Ժորժան, իմ գնահատմամբ ոչ, որովհետև առաջնային ճանաչելիությունը Սամվել Կարապետյանը ունի, մեր ուժեղ Հայաստան կուսակցությունը արդեն բավականին ճանաչելիություն ունի, մեր խնդիրը այստեղ գտնվելու ոչ թե այնա, որ Սամվել Կարապետյանի անունը փորձում են հեռացնել, հա, քվեաթերթիկից։ Մեր խնդիրը գլոբալ է։ Մեր խնդիրը, որ միջամտություն են հակաիրավական թույլ տալիս։ Մեր խնդիրը այն է, որ փորձում են ամեն կերպ քաղաքացու կամքի վրա ներազդել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ Մեդիա AM կայքում։